Ղումները իրենց անելիքները հաջորդ հարվածի համար, որը կարծում եմ, թե կարող է ոչ էլ շատ ուշանալ։ Այնպես որ դարձյալ մեզանից է կախված, թե կհետևի հաջորդ հարվածը, թե ոչ։ Եթե մենք զիջենք այս դաշտում, լեզվի դաշտում, եթե զիջենք, հաջորդ հարվածը լինելու է եւ կարող է կրկնվել հայ-թուրքական այդ խայտառակությունը եւ կարող է ուղղակի մի օր առավոտյան զարթնենք եւ մեզ հայտարարվի, որ որոշում է ընդունված, ինչ որ միտեղ ստորագրություն է տրված, ազատագրված այս շրջաններից դուրս գալու մասին։ Գուցե նաեւ մի օր արթնանանք, տեսնենք, որ մենք այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չենք, որովհետեւ այսօր ինչպես ժողովուրդը շատ ճիշտ ձևակերպեց, լեզուն տալիս են գույքի դիմաց, մեր եղած չեղած ամեն ինչը մենք վաճառել ենք, տվել ենք ռուսներին եւ հայտնվել նման մի իրավիճակում։ Եվ չնայած կրկնության նման է դուրս գալիս, պարոն Այվազյան, այնուամենայնիվ եւս մեկ անգամ ուզում եմ խոսենք հետեւյալի մասին։ Հայության կենսական շահերը անպաշտպան են եւ միշտ վտանգված մեր հանրապետությունում։ Կարելի է բազում օրինակներ բերել, բայց հիշեմ միայն մեկը։ Գուցե ամենաստորացուցիչը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ճարտարապետները մեր մարզիկների համազգեստից վտարեցին համայն հայության գերագույն խորհրդանիշը՝ Արարատ լեռան պատկերը։ Ինչու ենք ամեն անգամ հող նախապատրաստում օտար ներխուժումների համար եւ միշտ մեղադրում ուրիշներին, պատասխանը փնտրում դրսում։ Ինչու համառորեն չենք ազատագրվում գաղափարական կապանքներից, ավելի ճիշտ ստրկությունից։ Միթե այդքան քաղցր ու երանելի է ստրուկի կարգավիճակը։ Գիտեք, բացատրություններ շատ կան, թե ինչու այսպես ստացվեց։ Քանի տարի է գրում ենք, որ ազգային խորհրդանիշները, ազգային արժեքները գտնվում են հարձակման եւ գրոհի տակ, մշտական վտանգի տակ։ Բայց ով պետք է դիմադրի, դարձյալ այս նույն խնդիրն է։ Անհատներ կան, որոնք չեն հանձնվել, շարունակում են դիմադրությունը, կան փոքր խմբեր, խմբակներ, որոնք չեն հանձնվել, շարունակում են դիմադրությունը, սակայն սրանք լուրջ քաղաքական հարցեր են, քաղաքական պայքարի խնդիրներ են, եւ այսօր Հայաստանը չունի որևէ քաղաքական կազմակերպություն, կուսակցություն լինի, թե շարժում լինի, որը կստանձնի այս հարցերի լուծումը, պաշտպանությունը հայոց ազգային շահերի եւ իր գաղափարախոսությամբ եւ իրականում, որովհետեւ մենք ունենք ուժեր, որոնք գաղափարապես ասում են մենք պաշտպանն ենք այս ամեն ինչի, բայց չեն պաշտպանում, եւ ունենք ուժեր, որոնք իրենց գաղափարախոսության մեջ են արդեն հռչակում, որ մենք պաշտպանը չենք հայոց ազգային արժեքների, բայց լեզվի հարցում մենք ահա դեմ ենք այս ամեն ինչին խոսքով։ Ուրեմն մեր խնդիրն է, ինչպես ես ճիշտն ասած նորից հիշեմ իմ այդ 2002-3 թվականի ուսումնասիրությունը, որը գրքով էլ լույս տեսավ, հիմնատար էր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, հայ ժողովրդի համար առաջին խնդիրն է ձևավորել քաղաքական ինքնուրույն կառույցներ, որոնք հասկանում են եւ ի վիճակի են եւ ցանկանում են պաշտպանել հայոց կենսական շահերը։ Եթե մենք չկարողացանք ձևավորել այդպիսի ուժեր, ուրեմն չենք էլ կարողանա դիմադրել այդ խոշոր տերությունների լինի, թե նրանց միջոցով մեր իշխանության ճնշումները լինեն, չենք կարողանալու դիմադրել։ Այդ պատճառով ես կարող եմ մի երկու բան ասել, թե ինչ կարող ենք անել մենք այս պահին, թեկուզ այս մասնավոր, եթե վերցնենք սա մասնավոր է, թե սա ընդհանուր արմատական խնդիր է, բայց լեզվի ճակատում։ Ամսի 2-ին, հունիսի 2-ին, ես իմ մի շարք ընկերների հետ հայտարարեցինք լեզվի ժողովրդական տեսչություն ստեղծելու մասին։ Այդ տեսչությունը իրականացնելու է ճիշտ այն գործառույթները, որոնք պետք է իրականացնել լեզվի պետական տեսչությունը։ Սակայն մատնված է, ինչպես բոլորս լավ գիտենք, հանցավոր անգործության։ Լեզվի ժողովրդական տեսչությունը աշխատելու է մի հզոր կայքի շուրջը։ Այդ կայքում կկուտակվեն ամբողջական տեղեկություններ լեզվի մասին օրենքի խախտումների, օտարաբանությունների, հայոց լեզվի դեմ ոտնձգությունների, կրթական համակարգի իրավիճակի եւ այլ հարակից խնդիրների վերաբերյալ։ Այնուհետև լեզվի տեսչությունը կփորձի նաեւ օժանդակել առանձին քաղաքացիներին կամ գուցե ինքը իսկ դիմի դատական ատյանների պաշտպանելու համար հայոց լեզուն ըստ գործող օրենսդրության։ Իհարկե կլինեն այդտեղ այլ կարգի միջոցառումներ,
Մեզանից յուրաքանչյուրը կարող է աջակցել այդ ժողովրդական կառույցի գործունեությանը, առնվազն իր տեսած խախտումներն արձանագրելով եւ այդ կայքում զետեղելով։ Կարծում եմ այս աշխատանքը շատ լավ միջոց է նաեւ երիտասարդներին կրթելու, հայրենասեր եւ քաղաքացի դաստիարակելու համար։ Նաեւ բուն Հայաստանում հայրենի խարխլված դիրքերը վերականգնելու եւ ի վերջո գոնե այս ճակատում ինքնակազմակերպվելու համար։ Պետք է անենք այն, ինչ ներում են մեզ մեր ուժերը, այլ ոչ թե հույսներս դնենք քաղաքական արդեն իսկ չգործող կառույցների վրա։ Մենք ենք եւ մեր համախոհները, մեր ընկերները, որոնք պետք է ինքնակազմակերպվեն եւ փորձեն դեմն առնել այս ամենի, թեկուզ լեզվական ճակատում։ Ինչ եք կարծում, ինչու մեր հանրապետությունում ազգայնական դաշտը չի կայանում։ Պատճառները դարձյալ շատ են։ Նախ ազգայնական ասելով մենք այստեղ նկատի ունենք, ես համոզված եմ, հայրենասիրական։ Միայն դա նկատի հայրենասիրական ճակատը։ Նախ հայրենասիրական գաղափարախոսությունը եւ ազգային ազատագրական գաղափարախոսությունը, իսկ Հայաստանը մինչեւ այսօր գտնվում է ազգային ազատագրական փուլում։ Մի բան, որ եթե բացեք մեր լիբերալ մամուլի էջերը, ամեն օր հարձակումներ կան հենց այդ ազգային ազատագրական գաղափարախոսության դեմ։ Ծաղրի է ենթարկվում ազգային ազատագրական գաղափարախոսությունը եւ նույնիսկ նմանատիպ ինչ-ինչ լինեն հոդվածներ, վերլուծություններ, թե աշխատություններ։ Ուրեմն մի կողմից կազմակերպված աշխատանք կա գաղափարախոսության դեմ։ Մյուս կողմից մի շարք ուժեր, որոնք հայտարարել են, որ իրենք հենց այդ դաշտի կրողներն են, այդ դաշտի մեջ են եւ ղեկավարում են այդ դաշտը, այդ թվում Հանրապետական կուսակցությունը, այդ թվում Հայ հեղափոխական դաշնակցությունը չեն անում այն, ինչի մասին իրենք խոսում են եւ հայտարարում են։ Ուրեմն ստացվում է, որ հայրենասիրական դաշտը զբաղեցված է գոնե արտաքնապես, իրականում դատարկ է շատ հաճախ լինում, բայց արտաքնապես զբաղեցված է գործող ուժերի կողմից եւ դա շփոթություն է առաջացնում մարդկանց մոտ, մեր քաղաքացիների մոտ, բաց այդ շփոթություն է առաջանում։ Մի կողմից Նժդեհի անունն է տրվում, վարկաբեկելով, մյուս կողմից արվում է ճիշտ հակառակը, ինչ ասել եւ պատգամել է Նժդեհը։ Սա էլ պատճառներից մյուսն է։ Իհարկե կա նաև սոցիալական ծանր վիճակի խնդիր, շատ մեծ ազդեցություն է գործում այդ դաշտի չկայանալու վրա արտագաղթը, որովհետև հազարավոր ինտելեկտուալ եւ բարձր բարոյական մակարդակ ունեցող մարդիկ այնուամենայնիվ լքել են Հայաստանը։